այս պահին մինչև 250-18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների գնումը, 2 դեպոների վերակառուցումն ու արդիականացումը, մինչև 230 հեկտար քաղաքային այգու կառուցումը, խոսքը գնում է Դալմայի այգիների մասին եւ ընտրված որևէ մայրուղու պիլոտային վերակառուցումը որպես առանձնացված տրանսպորտային երթուղի իր կցված ենթակառուցվածքներով, կանգառային հարմարություններով եւ այլն։ Այս պահի դրությամբ ծրագրի ընդհանուր ինվեստիցիոն փաթեթը գնահատվում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եւ ունի կոնցեսիոն բավականին լուրջ բաղադրիչ, քանի որ ենթադրվում է, որ կներգրավի նաեւ կանաչ գլոբալ կլիմայական հիմնադրամի, կանաչ հիմնադրամի Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը հենց հատուկ էլեկտրական շարժունակության ծրագրերի համար եւ նման ֆինանսավորումը հասանելի է ընդամենը 7 երկրների, ներառյալ նաեւ Հայաստանը։ Այս պահին նաեւ բացի դա Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված աջակցության միջոցով արդեն իսկ հայտարարված է ծրագրի իրագործելիության խորհրդատուի ներգրավման մրցույթը, վերջնաժամկետը մարտի 25-ն էր, հիմա սպասում ենք արդյունքների, արդյոք մրցույթը հաջողությամբ կայացվել է, խորհրդատուն ընտրվել է, թե ոչ, դրա մասին իլրումն կզեկուցենք։ Ծրագրի հետագա ընթացքը կախված է լինելու, թե ներդրումային կոմիտեի ձևաչափում արդեն ինչ որոշումներ կկայացվեն։ Այս պահին այսքանը։